Գյումրում ուշ 2-ի 254 շենք բնակարան 3, սա Հովակիմյանների նոր 3 սենյականոց կոմունալ բոլոր հարմարություններով լուսավոր եւ երկար սպասված բնակարանի հասցեն է։ Մինչ այդ ամեն օր աչքի առաջ ունենալով տնակի փլուզման վտանգը Հովակիմյանները բնակվել են Ղանդիլյան փողոցի 159 կոտորակ 102 հասցեում գտնվող 8 մետրանոց տնակում, որը եղել է ամբողջովին խարխուլ, տարրական բոլոր հարմարություններից զուրկ եւ բնակության համար ոչ պիտանի։ Հովակիմյանների տարիների երազանքն այսօր իրականություն դարձավ Գյումրին առանց տնակների ծրագրի, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության եւ SOS Գյումրի նախաձեռնության համատեղ ջանքերով։ Կազմակերպիչները լիահույս են, որ մի օր իսկապես կտեսնեն Գյումրին առանց տնակների։ Սարսափելի վիճակ էր արդեն, համարյա կարելի ասել փլուզվում էր գլխներից տնակը, որտեղ քանի որ ներսը քարաշեն էր, բադը փլվեց ու փառք որ երեխաներս չմնացին տակը։ Նման պայմաններից հետո այս տիպի տուն ես ուղղակի սա հրաշք էր։ Այս սենյակների մեջ մեծանալու են վաղվա սերնդի լավագույն ներկայացուցիչներ։ Երբեք չի մոռացվի Երբ որ խոսում են տան անդամները, այդ ապրած, որոնք ապրեն այդ մարդկային պայմաններում եւ ցույց են տալիս իրենց ուրախությունը, իրենց զարմանքը կատարվածի հանդեպ, որակելով հրաշք, դու հասկանում ես, որ իրոք հայկական էլեկտրացանցեր ընկերությունը այսօր արդեն փրկել է 11-րդ ընտանիքը, դեռ 2 ընտանիք ունեն ազատվելու այդ մարդկային պայմաններից։